Պարոն Աշակյան, Ռուսաստանի Դաշնությունից ամենօրյա մակարդակում լսում ենք հայտարարություններ, որոնք հիմնականում ավելի շատ նման են սպառնալիքի, որ Հայաստանին հապկից դուրս կդնեն, հապկում Հայաստանի լինել-չլինելու հարցն է քննվում, հիմա ամենօրյա ռեժիմով հիշեցնում են նաև ԵԱՏՄ այս սահմանափակումների մասին եւ ասում են, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել եւ ԵՄ-ում կամ գնալ դեպի ԵՄ, բայց օգտվել ԵԱՏՄ արտոնություններից, այսպես շարունակ։ Ընդհանուր առմամբ ինչ է նշանակում թե նախընտրական շրջանում, թե հետընտրական շրջանում այս հայտարարությունները, սպառնալիքները, սրանք ինչ միտում ունեն, հիմա ինչ խնդիր է իր համար լուծում Ռուսաստանի Դաշնությունը, պարոն Աշակյան, եւ սրանք ավելի շատ օգնում են մեզ, թե խանգարում։ Վերջից ասեմ, օգնում է։ Մենք պետք է իսկապես կողմնորոշվենք։ Անհրաժեշտ է որոշել, մենք հիմա գնում ենք Եվրոմիություն եւ դա պետք է լինի հաստատակամ, հաստատուն քայլերով պետք է գնանք, նշանակում է բոլոր խանգարող հանգամանքները, ինչ որ դրան խանգարում է, հարկավոր է հեռացնել մեզանից։ Այդ իմաստով կարծում եմ, որ Գալուզինը մեզ օգնում է, առնվազն իմ կարծիքը պաշտպանում է։ Մենք պատկերացրեք, որ ես ու Գալուզինը գաղափարակից ենք։ Ես էլ եմ կարծում, որ պետք է անշուշտ կարևոր է այդ հավասարակշռվածությունը, ոսկերչականությունը, զգուշավորությունը, խոհեմությունը, դրանք անշուշտ կարևոր են։ Դա ելակետ է։ Ամեն ինչ պետք է շատ հաշվարկված լինի, բայց հենց ամենալավ հաշվարկը նա է, որ մենք պետք է շիտակ հարաբերություններ ունենանք մեր բարեկամների հետ, համակիրների հետ եւ մեր հակառակորդներն էլ պետք է սև ու սպիտակ լինի, մերոնք եւ նրանք։ Ես կարծում եմ, որ իսկապես անհրաժեշտ է, որ մենք դնենք այդ հարցը սահմանված կարգով։ Ինչքան ժամանակ է պետք դուրս գալու համար հայտարարում ենք, որ մենք հեռանում ենք ու պատճառաբանությունով։ Պատճառաբանում ենք, որ օրինակ ՕԴԿԲ-ից դուրս են գալիս, որովհետեւ դուք մեր զինվորական դաշնակիցը չեք։ Այսինքն չենք սպասում, որ իրենք մեզ դուրս դնեն, անգամ այդ հարցը քննարկեն։ Ես ձեզ ասեմ, ընդհանրապես մենք պետք է ակտիվ լինենք, մեզ դուրս շպրտեն, մեզ հրավիրեն, չէ, մենք պետք է նախաձեռնող լինենք։ Այդ իմաստով, որպես նախաձեռնող կողմ, դա արդեն շահած գործ է, նախաձեռնությունը, դա նշանակում է լուրջ հաշվարկ կա։ Մենք լուրջ ծրագիր ունենք, այդ ծրագիրը ուզում ենք ինքներս իրականացնել, ոչ թե մեզ հրավիրեն, մեզ վռնդեն։ Ուրեմն այդ իմաստով կարծում եմ, որ հարկավոր է նաև հիմնավորել, եթե ՕԴԿԲ-ն մեր դաշնակիցն է, կամ SNG-ն, կամ ՍՍՍՌ-ը եթե լավն է, պետք չէ ՍՍՍՌ-ից դուրս գալ։ Պատկերացնում եք, ուրեմն դրանք պետք է հիմնավորված լինեն։ Ուրեմն ես հիմա նույնիսկ կազմակերպությունը, որը շահագրգռված է իր գոյությամբ, իր լեգիտիմությամբ, իր հզորությունով, մեզ ասում է, որ ինքը լիարժեք չի, ինքը մեր տեղը չի։ Պատկերացնում եք, օրինակ այդ ռուսական իմպերիայի, ինքը տարբեր անուններ ունի, տարբեր բաներով է հանդես գալիս, դիմակներով, ասենք SNG, ՍՍՍР, Պրավասլավնայա իմպերիա, չէ, հիմա արդեն ՌՖ, էլի բաներ ունի, մաքսային միություն, այդ տարբեր դիմակներով ինքը մեզ հայտարարում է, որ յուրային չենք մենք այնտեղ, նույնիսկ այն կոլխոզի ժամանակ մենք օտար էինք այդ հանրային ունեցվածքը, աշխատասիրությունը, սեփականության նկատմամբ վերաբերմունքը, գործարարությունը։ Պարոն Աշակյան, ես ձեր խոսքից ճիշտ եմ հասկանում, որ որքան էլ որ հիմա խոչընդոտում են ԵԱՏՄ շրջանակներում, շուկան փակել են, շատ ապրանքատեսակների մուտքը արգելում են դեպի Ռուսաստան ԵԱՏՄ շուկաներ, սակայն այս եղանակով օգնում են դիվերսիֆիկացիային ինչ-որ իմաստով։ Այո, այլ բան չկա, այսինքն արդեն գոյություն չունի մաքսային միությունը եւ Եվրազեսը։ Եթե շուկան փակվել է, եթե մարդկանց տեղաշարժը սահմանափակված է, օրենքներ են հնարում, կանոններ են հնարում, որոնցով մարդկանց տեղաշարժն է սահմանափակվում, ապրանքների տեղաշարժը սահմանափակվում է։ Դուք պատկերացրեք բանկային պատժամիջոցների, ֆինանսական պատժամիջոցներ կան, իրենք այդ պատժամիջոցների տակ են։ Բա ուրիշ ինչ է պետք մեզ ասելու համար, որ այդ կազմակերպությունը, տնտեսական կազմակերպությունը, օրինակ, կամ ռազմական կազմակերպությունը չկա մեր համար։ Մենք դրանից դուրս ենք։
Իսկ վարչապետը, որ օրերս հայտարարեց, նման հայտարարություն արեց, որ մենք դեռ պետք է հասկանանք ԵԱՏՄ-ն գոյություն ունի, թե չունի։ Սա ինչ հայտարարություն էր, պարոն Աշակյան, սա ինչպես հասկանալ, որովհետև մինչ այդ վարչապետն ասում էր, որ ինքը ունի լծակներ, կվերադառնա, կգա, խնդիրները կլուծի, հիմա հարցադրում է անում, մենք դեռ պետք է հասկանանք ԵԱՏՄ-ն գոյություն ունի, թե չունի։ Հա, դա մեր պատասխանն էր Գալուզինին։ Ուրեմն հենց դա է նշանակում, որ դուք չեք կարող, վարչապետն ասում է, որ դուք չեք կարող մեզ վռնդել, մենք ձեզ կվռնդենք։ Այդ դրա մասն է, որ դուք չկաք, որպեսի դուք իրավունք չունեք եւ չեք կարող Հայաստանին նկատմամբ պատժիչ որոշումներ կայացնել։ Վարչապետի հայտարարության արմատը, մեխը, ինչպես ասում են, դա էր, որ դուք ով եք, որ մեզ պատժում եք։ Դա ասեց, որ դուք չեք կարող մեզ պատժել։ Կուզենանք դուրս կգանք, կուզենանք կմնանք։ Այդ մեր կամքն է դա, մենք կորոշենք, մնում ենք, թե գնում ենք, դուք չեք։ Ես կարծում եմ, իմ վերաբերմունքը դրական է վարչապետի այդ հայտարարությանը։ Եվ հիմա այդ անընդհատ զուգահեռները, որ տանում են, նույնի մասին խոսում էր նաև Գալուզինը, երբ ասում էր, որ Ուկրաինայում նույնպես ամեն ինչ այդպես սկսվեց, նրանք սկսեցին մերձանալ Եվրամիության հետ, Եվրամիությունը շահագրգռում էր, որպեսզի Ուկրաինան գնա դեպի ԵՄ, ասոցիացիան համաձայնագիր կնքի եւ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Պարոն Աշակյան, այս փուլում կամ այս իրավիճակում որքանով է տեղին նախ զուգահեռը Հայաստանի հետ եւ հետո մենք տեսնում ենք, որ օրինակ նույն ուկրաինական ճակատում Ռուսաստանը այդքան էլ լավ վիճակում չի գտնվում։ Հիմա զուգահեռ է Ուկրաինայի հետ նաև այս իմաստով իրեն շահերից է բխում։ Ընդհանրապես դա սխալ համեմատություն է, որովհետև Ուկրաինան չի նախաձեռնողը եւ ոչ էլ Հայաստանն է նախաձեռնել։ Մենք չենք փակում Եվրազիական միությունը, մենք չվռնդեցինք ՕԴԿԲ-ին, ՕԴԿԲ-ն չեկավ։ Դրա փոխարեն եկավ Եվրոմիության դիտորդը։ Մենք Եվրազիին չենք վռնդում, իրենք են դուրս մնացել, փակելով մեր սահմանները եւ հիմա օրինակ մեր երկիրը նոր փուլ է մտել զարգացման։ Այդ մեծ կորուստից հետո, Արցախը կորցնելուց հետո իդեպ իրենց մեղքով, իրենց պատճառով, իրենց հնարածով կորցրեցինք մեր Արցախը, հիմա լուրջ խնդիրների առաջ է կանգնած Հայաստանի Հանրապետությունը, դաշնակիցները պետք է մեզ օգնում են, օրինակ Միացյալ Նահանգները օգնում է, Եվրոմիությունը օգնում է, Ռուսաստանը չի օգնում։ Այսինքն սխալ է ասել, որ մենք հեռանում ենք, մենք դեմ ենք, մենք դեմ չենք, իրենք են Հայաստանի անկախությանը դեմ, ժողովրդավարությանը դեմ։ Այդ պետության գոյությունը, ՌՖ-ի գոյությունը պայմանավորված է գաղութատիրությամբ։ Բայց ինչը չեն կարողանում ներել Հայաստանի Հանրապետությանը, պարոն Աշակյան, որովհետև իրենք ամենօրյա ռեժիմով ձևակերպում են նախադասությունները այնպես, որ Երևանը Բրյուսելի հետ գործելու է իրենց դեմ, այս ամբողջ ուղղված է իրենց դեմ, այսինքն իրենք ձևակերպումն անում են այնպես, որ ինչ որ իմաստով արդարացնեն իրենց գործողությունները, ինչը չեն կարողանում նաև ներել Հայաստանին։ Ընդհանրապես ներել չներելու հարց չկա, իրենք Եվրոմիությանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին պետք է հանդիմանեն, պետք է ասեն մեր գաղութը մի տարեք, մի մտեք մեր ազդեցության գոտի, մի մտեք մեր ֆորպոստը։ Ընդհանրապես դուք պատկերացնում եք ինչի մասին է խոսքը։ Նրանք մեր հետ գործ չունեն, չեն ճանաչում մեզ իրենց հավասար, իրենց գործընկեր պետություն, նրանց գործընկերը Եվրոմիությունն է բոլորը միասին, առանձին նրանց էլ բանի տեղ չեն դնում։ Նրանք համարում են գործընկեր Չինաստանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Դե դիմեք Ամերիկայի Միացյալ Նահանգներին ու վռնդեք Հայաստանից։ Այ մեղրին վերցրեք, այդ տրիպ ծրագիր դուք գրել էիք նոյեմբերի 9-ի փաստաթղթում մեղրին ձեզն էր, ձեզանից խլեց Ամերիկայի Միացյալ Նահանգները, հիմա դուք մեղրեցիներին ասում եք ինչի միացաք Ամերիկային, ինչի թույլ տվեցիք, որ ամերիկացիները գան, իբր թե ամերիկացիները մեղրեցիներին են հարցրել գանք թե չգանք, այսինքն դա ֆարս են ասում դրան, այսինքն նրա գործընկերը ու նրանից խլողը Եվրոմիությունն է եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներն են։ Բայց սա ամեն դեպքում բարեկամի կամ դաշնակցի խոսույթ է, երբ ամեն օր ասում են բարեկամական հայ ժողովուրդը եւ հետո հաջորդ նախադասությամբ ասում են հայ ժողովրդի համար շատ ծանր հետևանքներ կունենա դա։ Նորից եմ ասում, դա ընդհանրապես անտրամաբանական է։ Խնդիրը հայ ժողովուրդը չի, խնդիրը Ռուսաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստան
Եվրոմիություն հարաբերություններն են։ Հայաստանի ներքաշելը այդ վեճի մեջ ու Հայաստանը զոհաբերելը կամ Հայաստանը դարձնել կռվող կողմ, այսինքն իրենք վախենում են Ամերիկայի Միացյալ Նահանգներից, իրենք վախենում են Եվրոմիությունից, հայերին ասում են դու հարձակվի, դու ասա չէ, դու հրաժարվի, դու ես մեղավոր, եւ ընդհանրապես մեր մոտ էլ շատ տարածված է դա, հանցագործին եւ զոհին տեղափոխություն են անում։ Հանցագործը, օրինակ ասենք հենց հիմա Ռուսաստան-Հայաստան հարաբերություններում տեղաշարժ է տեղ ունենում։ Հանցագործը իրենք են, իրենց ժողովրդի, իրենց իմպերիայի դեմ հանցանք է գործվել։ Այսինքն նրանք կորցնում են վատ կառավարման հետևանքով, վատ քաղաքականության հետևանքով կորցնում են Ուկրաինայի նման պետությունը։ Իրենց դաշնակցից դառնում է հակառակորդը, պատերազմ է սկսվել։ Այսինքն դա իրենք են մեղավոր, ոչ թե Ուկրաինան։ Իրենց ժողովրդի համար իրենք պետք է հաշվետվություն տան։ Այ հիմա խնդիրը գնում է հաշվետվություն, այդ Գալուզինի հայտարարությունները հաշվետվություն են ռուս ժողովրդին։ Ասում են, որ մենք մեղավոր չենք, հայերն են մեղավոր, ռուս ժողովուրդ։ Ուկրաինացիներն են մեղավոր, ամերիկացիներն են մեղավոր։ Մեր իշխանությունը, Ռուսաստանի իշխանությունը լավն է։ Մեզանից գողացան, խլեցին, մեզ թալանեցին, մենք էլ ձեր նման թալանված ենք։ Ես կարծում եմ դա կոպիտ սխալ է, իրենք պետք է ասեն, որ մեր սխալ քաղաքականության հետևանքով, մեր սխալների հետևանքով մենք ունենք պատերազմ մեր հարևան ժողովրդի, մեր բախտակից ժողովրդի հետ։ Վերջին հաշվով ճորտատիրությունը համընդհանուր է եղել, կոմունիզմը համընդհանուր է եղել։ Այս ամբողջ տարածաշրջանում ռուս ժողովուրդը եւ ուկրաինացի ժողովուրդը բախտակից են ճորտատիրական Ռուսաստանում եւ կոմունիստական Ռուսաստանում նրանք բախտակից են եղել։ Այդ բախտակից ժողովուրդը հիմա հայտարարվել է հանցագործ եւ ագրեսոր հարձակվող խախտող։ Այդ թվում եւ Հայաստանը դա նույն շաբլոնն է իրենց մեղքերը ուրիշների վրա բարթելու համար։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանը հաշվետու է լինելու, այ Ռուսաստանի իշխանությունները հաշիվ են տալու իրենց ժողովրդին, ու այն ժամանակ այդ լեզվով չեն խոսելու։ Ինչպես են խոսելու։ Որ իրենք վատ վարվեցին հայ ժողովրդի հետ, դավաճանեցին հայ ժողովրդին, դավաճանեցին ուկրաինացի ժողովրդին, դավաճանել են բելոռուս ժողովրդին դիկտատորին աջակցելով։ Պատկերացրեք։ Իդեպ պարոն Աշակյան, երբ Լուկաշենկոն տնջում է, որ եթե Ուկրաինան հարձակվի Բելարուսի վրա կամ հարվածներ հասցնի Բելարուսը, վատ դրության մեջ կհայտնվի նաև որոշակի օրենքնարկում է, որ ՀԱՊԿ անդամ մի պետություն դրդում է, հրահրում է, որ այլ պետություններ էլ մտնեն պատերազմի մեջ։ Նախ հասկանալի է ինչի մասին է հայտարարությունը եւ նաև ռուս-ուկրաինական պատերազմը հաշվի առնելով ինչ է կարծում, ՀԱՊԿ-ը որպես կառույց գոյություն ունի։ Չունի որպես գործող կառույց, թղթի վրա կա այդպիսի կառույց, բայց նա չի աշխատում իրականում։ Որպես ՀԱՊԿ-ը, որպես զինվորական կառույց պարտադրում էր իր անդամներին համերաշխորեն պաշտպանել երկրներից մեկի սահմանների անձեռնմխելիությունը։ Օրինակ Ռուսաստանը հայտարարել է, որ ուկրաինական լուրջ 4 նահանգները արդեն սահմանադրությունով ընդունել են, որ դա Ռուսաստանի տարածք է, չէ՞։ Ուրեմն մենք եւ Բելոռուսը, Տաջիկստանը, Ղրղստանը, Ղազախստանը պարտավոր ենք զինված ուժեր ուղարկել Ռուսաստանի սահմանները պաշտպանելու համար, որտեղ օրենք է։ Նրանք օրենք են ընդունել, որ այդ 4 նահանգները եւ Ղրիմը դա Ռուսաստանի տարածք է։ Հիմա պատերազմ է այդ տարածքում, մենք պետք է գնայինք եւ աջակցեինք, բայց ոչ մենք ենք գնում իրեն աջակցելու։ Ես համաձայն չեմ այդ վճռի հետ, որ դա Ուկրաինա չի, Ռուսաստան է։ Ես կարծում եմ, որ դա մաքուր անեքսիա է։ Զավթի չէ, զավթել է Ռուսաստան այդ տարածքները, բայց պատկերացրեք ձևականորեն մենք պարտավոր ենք զինված ուժեր ուղարկել եւ Ուկրաինային պատերազմ հայտարարել։ SVO մենք էլ անեինք, ոչ էլ իրենք են մասնակցում մեր կռիվներին։ Այ Բելոռուսը անհանգստացած էր, թռավ Պեկին, գնաց Չինաստանից, թուղթ բերեց, սահմաններն անձեռնմխելի են Չինաստանը հայտարարեց։ Դա ոչ միայն Ուկրաինային է վերաբերում, այլ նաև Ռուսաստանին, որ Ռուսաստանն էլ չի կարող ներխուժել Բելոռուս։ 3 Դե ինչը Բելոռուսը փաստորեն Մոսկվայից անմիջապես հետո գնաց Պեկին ու այնտեղից հայտարարության մեջ այդ նախադասությունը ընդգծված էր,
Բելորուսի սահմաններն անձեռնմխել են Բելորուսի ինքնիշխանությունը Չինաստանի համար կարևոր է։ Դա հատուկ ընդգծեցին, որ Ռուսաստանը նույնպես չի կարող ներխուժել Բելարուս։ Պարոն Աշակյան, եւ վերջում գանք ներքաղաքական զարգացումներին, տեսնում եք, որ ընտրություններից հետո նախ ռուսական կողմի էս լռությունը հասկանալի է, ընկալելի է, նկատի ունեմ, որ մինչև օրս չեն արձագանքել, շնորհավորանք չի եղել, ինչին են սպասում, արդյոք սպասել այդ շնորհավորանքին, թե դրա կարիքը չկա, դա ինչ հետևանքներ կարող է ունենալ հայ-ռուսական հարաբերությունների վրա հետագայում եւ ներսում տեղի ունեցող գործընթացները։ Տեսնում ենք, Սահմանադրական դատարանում քննվում է այդ հայցը, բողոքարկումները որոշ ուժերի, ինչ սպասել առաջիկայում եւ ինչ է կարծում ի վերջո ինչպիսի հանգուցալուծում կլինի այս խորհրդարանը, կձևավորվի թե չէ, նկատի ունեմ արդյոք ընդդիմությունը մանդատները կվերցնի, թե ինչպես իրենք երբեմն հայտարարում են, որ չեն վերցնելու մանդատները, թե դրանք պարզապես շոուի մաս են։ Դերևա կտեսնենք ինչ կլինի, իսկ հայտարարություն դիրքավորումներ կան, ընտրությունների վերաբերյալ կան դիրքավորումներ, շնորհավորելով կամ չշնորհավորելով, չշնորհավորելը նույնպես կարծիք է, այսինքն նրանք չեն ճանաչում ընտրությունների արդյունքները, ճիշտ այնպես, ինչպես իրենց դրածոները, նրանք համերաշխ են հիմա իրենց դրածոների հետ, դրածոները ոչ սեղմեցին հաղթողի ձեռքը, հաղթողին չշնորհավորեցին, այս Սահմանադրական դատարանի բանավեճը անհեթեթություն է, ուղղակի կարելի ասել նախավարժանք է հաջորդ սահմանադրությունում Սահմանադրական դատարանի մասին օրենքի վերաբերյալ։ Այ մենք տեսանք, թե ինչպեսին չպետք է լինի Սահմանադրական դատարանը։ Դա այդ իմաստով դրական դեր կատարում է այդ բանավեճը, բայց այսինքն Ռուսաստանը լյուստրացիա է անում։ Պատկերացնում եք, որ ինքը ոչ միայն աջակցում է կոլաբորացիոնիստներին, այլ նույնիսկ դա չի թաքցնում։ Ընդհանրապես այդպիսի բանը թաքցնելով են անում։ Ներքին գործերին միջամտելը դա իրավունքի խախտում է, միջազգային իրավունքը թույլ չի տալիս։ Մանավանդ ժողովրդավարական երկրի ներքին գործերին արգելված է միջամտելը, եթե այնտեղ չեն խախտվում մարդու իրավունքները։ Ուրեմն դա հետաքրքիր համերաշխության ակցիա է։ Մենք համաձայն չենք Հայաստանի ժողովրդավարությանը եւ ինքնիշխանությանը։ Այդպիսի ակցիա է անում Ռուսաստանը։ Ես կարծում եմ դա հետաքրքիր է, նույնիսկ անհետաքրքիր է։ Իսկ երբ Մեդվեդևն է հայտարարում կրկին սպառնալիքների լեզվով խոսում, հետո ասում, որ Հայաստանը անցել է այն գործելավոճին, որ իրենց համար ոչ հարմար ընդդիմադիրներին են սկսել ձերբակալել, Մեդվեդևը խոսում է Գագիկ Ծառուկյանի մասին եւ աջակցություն է նրան հայտնում։ Սա նորմալ է, պարոն Աշակյան։ Նորմալ է Մեդվեդևի համար, իսկ ընդհանրապես գաղութատիրության համար այո նորմալ է, որպես նվաճված երկիր Հայաստանին իրենք համարում են, հայտարարում են նվաճված երկիր։ Մեդվեդևի մակարդակը պաշտոնական եւ տեղակալն է, անվտանգության խորհուրդը, ինչ է, նա բավական բարձր պաշտոնյա է։ Անվտանգության խորհրդի փոխնախագահը պաշտպանում է Գագիկ Ծառուկյանին։ Կարևորը Գագիկ Ծառուկյանը չի։ Կարևորը, որ Գագիկ Ծառուկյանը ժողովրդավարությանը եւ ինքնիշխանությանն է դեմ։ Նրանք Հայաստանի ժողովրդավարության եւ ինքնիշխանությանն են դեմ, այսինքն նրանք Հայաստանը ուզում են տեսնել որպես գաղութ դասական իմաստով։ Ունեցվածքը Հայաստանի կարգավիճակը, Հայաստանի ժողովրդավարությունը Հայաստանում նրանք չեն պատկերացնում, այսինքն համարում են, որ քանի որ իրենք հենց բռնապետություն է, ժողովրդավարություն չկա այնտեղ, իրենց գաղութում նույնպես պետք է լինի բռնապետություն։ Իհարկե Գագիկ Ծառուկյանն է իրենց գործընկերը, իրենք էլ են Գագիկ Ծառուկյան, փոքրատառով ասած, որտեղ այդ մարդու մասին չի խոսքը։ Այսինքն քրեա օլիգարխիկ համակարգը իրենց երկրում օրենք է։ Հենց Մեդվեդևի գոյությունը, նրա խոսքի իրավունքը հենց քրեա օլիգարխիկ համակարգի մասին է։ Նրանք այո ուզում են Հայաստանում ունենալ գործընկեր քրեա օլիգարխիկ ուժերին, պաշտպանում են իրենց գործընկերներին, շատ բնական է դա, բայց բնական չի ժամանակակից պետության համար։ Ժամանակակից պետության համար ես չեմ ասում, տեսեք, չեմ օգտագործում բարեկամ, փրկիչ, բան, դրանք այդպես չի, Ռուսաստանը փրկիչը չի, Ռուսաստանը մեզ բարեկամ երկիր չի, մանավանդ բրատство չկա, բրատան չի, ախպերություն չկա մեր մեջ քրեական, նույնիսկ քրեական ախպերությունը չկա մեր եւ Ռուսաստանի մեջ,
մեր մոտ քրեականները հալածվում են, այ դա են ասում ձեր մոտ քրեականներին մի հալածեք, չէ մեր մոտ քրեականները պետք է հալածվեն, դավաճանները, կոլաբորացիոնիստները, շպիոնները պետք է հալածվեն, դա օրինաչափ է։ Եվ որում քանի որ Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինն էլ խոսում էր Սամվել Կարապետյանի մասին, այսպես հորդորում էր նրան ազատ արձակել կամ ճնշումներ չենթարկել իրեն բառերով ասած պրոռուսական ուժերին, նաև մարդկանց, ովքեր ունեն ռուսական անձնագիր, հիմա ինչ սպասել ընտրություններից հետո, երբ ունենք նման արդյունք, Վլադիմիր Պուտինը շարունակելու է պաշտպանել Սամվել Կարապետյանին եւ որևէ գործողություններ տեսնելու ենք այդ իմաստով։ Վլադիմիր Պուտինը հիմա ժամանակ չունի Սամվել Կարապետյանով զբաղվելու։ Նրան Հայաստանն էր հետաքրքրում, Հայաստանը կորցրել են, հիմա այստեղ քանի Սամվել Կարապետյան կա, դա իրենց արդեն չի հետաքրքրում։ Իրենք ուզում էին Հայաստանը ունենալ իրենց գրպանում, որպես կալվածք, որպես գաղութ, որպես պրովինցիա նրանց Հայաստանն էր հետաքրքրում։ Սամվելն էր դրոշը բարձրացրել, Սամվելին էին աջակցում, Գագիկն է դրոշը բարձրացրել, Գագիկին, Ռոբերտն էր բարձրացրել, Ռոբերտին են աջակցում։ Ով է անազատության դրոշը բարձրացում, նրան էլ աջակցում են։ Եթե պարտվեց իրենց գործընկերը, այդ քրեո օլիգարխիկ համակարգը, իրենց գործը պարտվել է, նրանք կորցրել են Հայաստանը։ Հայաստանում հետո ինչ կկատարվի, դա իրենց արդեն չի հետաքրքրում։ Ես կարծում եմ, որ իրենք հրաժեշտ կտան Սամվելին, Գագիկին եւ Ռոբերտին։